Հատվածը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով։ Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line շանթի ուղիղ եթերում առողջապահության երաշխիք իր հավելվածով այսօր Հայաստանի ազգային օրն է առանց ծխախոտի եւ տաղավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Արաբկիր բժշկական համալիրին կից երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար դոցենտ Սերգեյ Սարգսյանը։ Բարև ձեզ, պրոֆեսոր Սարգսյան, շնորհակալություն, որ եկել եք։ Մենք այսօր պետք է խոսենք ձեզ հետ նրա մասին, թե ինչպես է անդրադառնում ծխելու խնդիրը երեխաների, դեռահասների հետ եւ իմ առաջի հարցը հետեւյալը կլինի, որպես այդ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար դուք ունեք տվյալներ մոտավորապես որ տարիքից են մեր երեխաները, դեռահասները, վերցնենք եւ տղաներին եւ աղջիկներին, եթե իհարկե աղջիկներն էլ են ներգրաված դրա մեջ, սկսում կամ ցանկություն արդեն ունենում սկսել ծխել։ Շնորհակալություն հրավերքի համար, դոկտոր Դավիթ։ Իհարկե մենք այդ տվյալները ունենք, քանի որ իրականացնում ենք համապատասխան հետազոտությունները մեր միջազգային գործընկերների հետ եւ համապատասխանաբար ինչը հավաստիացնում է այդ տվյալները, կարող եմ ասել, որ մինչև 13 տարեկան հասակը տղաների դա ամբողջ հանրապետությունով իրականացված հետազոտության տվյալներն են, մինչև 13 տարեկան հասակը տղաների 16-17%-ը նշել են, որ երբևէ փորձ են արել ինչ-որ մի գլանակ ծխել։ Աղջիկների մոտ այդ տոկոսը իհարկե մի քիչ ցածր է, 0 մի քիչ։ Այնուհետ, երբ որ մենք գնում ենք դեպի 15 տարեկան, 15 տարեկանների շրջանում մոտավորապես 8%-ի չափ նշել են, որ ծխում են ծխախոտ առնվազն օրը 1 անգամ, որը արդեն տագնապալից թիվ է։ Աղջիկների մոտ այս տոկոսը մոտենում է մոտ 1-2%-ի, 1%-ի։ Այնուհետ 17 տարեկանների մենք ունենք 15 տարեկան աղջիկներ, որոնք էլի ոնց որ արդեն մշտական որոնք առնվազն անանուն հարցազրույցի մեջ նշել են, որ նրանք օգտագործում են 1 անգամ ծխախոտ։ Այնուհետ արդեն երբ որ մենք գնում ենք 17 տարեկանների շրջանում, տղաների մոտ այդ թիվը կտրուկ բարձրանում է, դառնում է մոտավորապես 4-ից 1-ը, որը արդեն իսկ էլ ավելի տագնապալից է, իսկ աղջիկների մոտ եւս խոսքը գնում է 1-2%-ի մասին, այսինքն տոկոսները բարձրանում են։ Սա համահունչ է այն տվյալների հետ, այն հետազոտությունների հետ, որոնք իրականացվել են մեծահասակների շրջանում, ըստ որի դուք գիտեք, դա բազմիցս հնչեցվել է, հասուն տղամարդկանց շրջանում Հայաստանում ծխում են մոտավորապես 53, հա, վերջի տվյալներով 53%-ը կանոնավոր ծխողներ են, կանանց, եթե ճիշտ եմ հիշում, 7%-ը Երևանում եւ 4%-ը մոտավորապես մարզերում նշել են, որոնք նրանք ծխախոտ օգտագործող են։ Պրոֆեսոր Սարգսյան, իսկ ունենք մենք համեմատության համար նման հետազոտություններ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, հետաքրքիր է այդ թիվը թեկուզ 15 տարեկանում, որ արդեն այդքան տոկոսը կա, նա շատացել է, թե ընդհակառակը պակասել է համեմատած մի 10-20 տարի առաջվա հետ։ Երկու համեմատական բերեմ, առաջի համեմատականը վերաբերվում է ընթացքում, տարիների ընթացքով, ինքը 17-ի շրջանում մենք չենք անցկացրել, 15 տարեկանների թվերը այս կամ այս ճանի նույնն են։ Վերջի առնվազն կարող եմ ասել մոտավորապես մի 7-8 տարվա, երբ որ մենք սկսել ենք նման հետազոտություններ իրականացնելը։ Միջազգային համեմատականներով մենք դեռահասների շրջանով մեր թվերը 43 երկրների, որով անցկացում են նման հետազոտությունը, մենք ամենալավ դիրքերից մեկ ենք, իրապես լավ, այսինքն այդ ամբողջ այդ ցուցակի մեջ դրական տեսակետից վերջի տեղերից մեկ ենք։ Բայց դուք բոլորը գիտեք եւ շատերը գիտեն, որ մենք երբ որ գնում ենք արդեն դեպի մեծահասակ տարիք, Հայաստանը ըստ ԱԿ տվյալների գրավում է, կարծեմ թե 3-րդ կամ 4-րդ տեղը ամբողջ 53 երկրների շրջանում անցկացված հետազոտությունների մեծահասակ բնակչության համար։ Կարծեմ մեզնից առաջ են միայն Ռուսաստանը, Վրաստանը ու եթե ճիշտ եմ հիշում Մոլդովան, ապա սա է, այսինքն մենք տարիքը 15-ից մինչև հասուն, մինչև 25 այն տարիքը, որը վերաբերվում է համալսարանին, ավագ դպրոցին եւ ինչու՞ չէ, իհարկե բանակին հանդիսանում է ծխախոտի սովորությունը ձեռք բերելու տարիք։ Ահա։ Պրոֆեսոր Սարգսյան, ես լսում եմ տենց բաներ, օրինակ ասենք մի քիչ ավելի երիտասարդները պնդում են, որ ոնց որ թե այ հիմիկվա երիտասարդության մոտ, ես դերսում եմ 18-ից 30 տարեկան, այն իսկական երիտասարդ տղաների մոտ, ոնց որ այդքան էլ արդեն
նորաձև չի ծխելը։ Տենց ինչ որ կարծիքներ եմ ես լսում համեմատած անցյալ տարիներին, որ ընդհակառակը համարվում էր, որ ծխելն է տղամարդկության շեշտումը, ասենց ոնց որ ասած տղայի կողմից։ Ոնց որ թե հիմա դա սկսել է փոխվել։ Դուք նկատում եք այդպիսի միտում։ Եթե խոսենք դրական միտումների մասին, ապա բերենք նաև մի թիվ, որը վերաբերվում է մեծահասակներին, այն է, որ այդ 53%-ը, որ մենք իրապես ասում ենք, այն է, որ մի 10-15 տարի առաջ դա 63 էր։ Եվ եթե վերցնենք, քանի որ սա հանրային առողջապահական ինչ-որ երևույթ է, դա այդ 10%-ն է ինքը զգալի բան է։ Ես որպես մանկաբույժ կարող եմ ասել, ինչևէ, քանի որ մենք խրախուսում ենք երեխայի, եթե խոսենք ավելի վաղ, հատկապես վաղ տարեկի երեխաների մոտ, քանի որ մենք խրախուսում ենք վաղ տարեկի երեխաների մոտակայքում չծխել, առնվազն տան պայմաններում, պետք է ասել, որ ինչևէ այստեղ տեղական դրաշարժ կա, այսինքն քանակը այն ծնողների, որոնք չեն ծխում կամ ինչ որ կամ երեխայի, հա, մոտակայքում չեն ծխում, այդ տոկոսը կարծես թե թեկուզ փոքր, բայց մեծանում է։ Ինչ վերաբերում է այդ նման մոտեցումների, դա կարծում եմ դա, գիտեք, դա գլոբալիզացիայի պահ է եւ կարծում եմ այնպես ինչ որ իրապես աշխարհում, հա, եվրոպական միջին զարգացածության, առավելևս եվրոպական զարգացած երկրում դա իրապես արդեն մոդայիկ չէ, այս ոչ մոդայիկ կլնել եւ այն ինչ որ մոդայիկ է կամաց գալու է նաեւ մեր կյանք։ Երբ որ մոդայիկ է դառնում այնտեղ չծխելը, մեզ մոտ էլ ինքը այդպես կլինի, որտեղ մենք ամեն դեպքում ընդունում ենք իրենց ապրելակերպը։ Ինչ որ կապ ունի ընտանիքում, ասենք ծնողները, հայրը ծխող է կամ ծխող չի, դա ինչ որ ձևով ազդում է երեխան կսկսի ծխել թե չէ։ Միանշանակ առաջի բանը, որ պետք է անել հետագայում ծնխելը կանխելու համար երեխայի եւ դեռասի մոտ, դա այն է, որ երեխան փոքր տարեկից չպետք է տեսնի իր հայրիկին, հատկապես խոսքը գնում ենք ավելի շատ տղաների մասին, այլ առավելևս մայրիկների մասին, չպետք է լինի նա ծխախոտը տեսնի ծխախոտը իր ծնողի բերանում։ Դա այն կերպարն է, որը սկսում է տպավորվել վաղ մանկությունից եւ հետագայում նրան ասենք ասենք հետապնդում է կյանքի ընթացքում եւ ինչ որ մի պահի եւս նորից բերում է ծխախոտ ծխելուն։ Անպատասխանաբար թիվ առաջինը, եթե թեկուզ եւ ծխում է ինքը եւ գիտակցելով, որ դա այդքան լավ չի, բայց եթե ծխում է, թեկուզ նա աշխատի այն, որ իր երեխան իրան քիչ տեսնի ծխելով։ Այդպես է, ես 3 տեսա մի տեսարան եղավ իմ աչքի դեմ, մանկական հիվանդանոցներից մեկում զբոսնում էին դուրսը Բաքում հայրը, մայրը եւ փոքր երեխան, նստած էին բորձորի վրա ծնողները, երեխան իրանց առջև, փոքր երեխա էր, երևի 2.5-3 տարեկան, ըստ երևույթին նա արդեն լավանում էր, արդեն որ զբոսնում էր։ Եվ հայրիկը հենց անմիջապես երեխայի դեմ, այսինքն երեխան իր առջև, ինքը հենց այսպես անմիջապես ծխում է եւ ուղղակի զարմանալի է, Բժիշկ Սարգսյան, որ թվում է թե այնքան պարզ բան է դա, այնքան պարզ է, որ երեխայի այդքան մոտիկությամբ պետք չի ծխել։ Ինչն է պատճառը մեր այդպիսի ոչ գիտակից մեծահասակների, որ այդքան ասելուց հետո էլ նրանք միևնույնն է ոնց որ այդ բանը անտեսում են։ Հետաքրքիր դիտարկում է, ես բերեմ մի հատ ուրիշ օրինակ է, որը հանդիպել է մեր գործընկերներից մեկի հետ, երբ որ մենք մշտապես խորհրդակցությունը տրամադրում ենք հիվանդանոցից դուրս գրվելուց, որ չի կարելի երեխան, առավել եւս քանզի ես խորհրդատու եմ շնչառական, հա, հիվանդությունների բաժնում, չի կարելի հատկապես կրկնակի շնչառական հիվանդությունների դեպքում ծխել, դա կարծես թե ինչ որ պարզ, շատ պարզ է, չէ, որտեղ երեխան կրկնակի հիվանդանում է եւ դա է ծխախոտի վատ ազդեցություններից մեկը հենց դա է կրկնակի շնչառական ինֆեկցիոն վարակների ալերգիաների զարգացումը եւ մենք որ մենք տրամադրում ենք տվյալ խորհրդատվությունը չեմ մոռանա մի պատասխան որը հնչել է հենց հիվանդանոցում մեր հիվանդանոցում այն է որ մի պապա ասեց ասքան ասում եք չծխել ինչ անեմ երեխայից տնից դուրս անեմ Այսինքն նա գերադասում է երեխային իր թորանը տնից դուրս հանել, բայց չդադարեցնել այդ իր սովորույթը։ Անպատասխանաբար այստեղ իհարկե տեղ կան բարդույթներ, այդտեղ կան գաղափարներ, որոնք շատ պարզ լեզվով ասած թե իր ինքն էլ այդպես ծխի մեջ մեծացե ինչ ա եղել հետս եւ այլ այդ խոսակցությունները, դե դրա դեմ պետք է լինի այն, ինչ որ մենք յուրաքանչյուր օր անում ենք, դա տրամադրել տեղեկատվություն, ինչևէ շարունակել համոզել եւ կատարել այն քայլերը, որոնք աշխարհում ընդունված է այդ ծխախոտի դեմ, ոչ թե երկե ծխողների, այլ ծխախոտի դեմ պայքարի։ Այն է շարունակել տեղեկատվություն տրամադրել, արգելել գովազդը, օգտագործել ծխախոտի տուփը որպես այդ տեղեկատվության
աղբյուր, որը մեզանում ցավոք սրտի դեռ չի հասել միջազգային ստանդարտներին, քանի որ միջազգային ստանդարտներում նախատեսվում է այո նկարներ ոչինչ չլինի վրա։ Այո, թոքերի քաղցկեղի նկարներ, հաջորդը դա իհարկե ծխելու սահմանափակումներն են հանրային վայրերում, որտեղ եւս մենք այդտեղ խնդիր ունենք, դեռ չենք հասել նրան, որ իրապես հանրային վայրերում լինի թե ասենք սննդի օբյեկտերում կամ թեկուզ եւ պետական մարմիններում, հա, ծխախոտ ծխելը դեռ այդքան արգելված չի։ Արգելքը կա, բայց չի կատարվում, որովհետեւ տուգանքները դեռ չկան։ Մի խոսքով ինչ որ կիսատ բան կա այս օրենքի մեջ, որը աշխատելու բան ունենք։ Մենք միասին պետք է աշխատենք տվյալ ուղղությամբ եւ կարողանանք շարժվել դեպի առաջ։ Ինչևէ կարծում եմ, որ հատկապես եթե խոսքը գնում ենք տվյալ պայն մենք հասկանում ենք, որ մեծ շատ խնդիրներ ունի երկիրը, իրապես խնդիրներ, բայց մեկ է չմոռանանք, որ ծխախոտ ծխելն է եւս ինքն տնտեսական խնդիր է, քանի որ միանշանակ ապացուցված է, որ այն օգուտները, որոնք բերում է հարկերը ծխախոտի, ինչևէ, ինչքան է լինեն, նրանք չեն կարողանում ծածկել այն վնասը առողջապահական, որը ծխախոտը հասցնում է։ Դա ներողություն ավելացնեմ, որ վերջի 2015 թվականի համալիր հետազոտությամբ ապացուցվել է, որ վնասը հասնում է մինչև համախառն ներքին արդյունքի 1%-ը։ Եթե Հայաստանը մենք գնահատենք, որ դա մոտավորապես 10-11 միլիարդ է, խոսքը գնում է տասնյակ եւ 100 միլիոն հասնող դոլարին համարժեք դրամին, իսկ ներողություն որևէ հարկ այդքան չի բերում։ Մի բանի դեմ պայքարելու համար Բյուրս Սարգսյան, իհարկե ավելի լավ է իմանալ պատճառը, օրինակ մի անգամ էլ եկեք ասենք, ինչն է պատճառը, որ երիտասարդը 13 տարեկանում, 16 տարեկանում, 17-ում ծխելը, ես օրինակ հիշում եմ ինձ, երբ որ ես առաջի անգամ փորձեցի, ահա որ ինձ ված զգացի, ինտոքսիկացիա ունեցա, անգամ փսխում։ Այսինքն ոչ մի հաճույք չկա այդ պահին, երբ որ դու առաջին, երկրորդ, երրորդ անգամ երբ որ դու ծխում ես։ Այսինքն հաղթահարել այդ զզվելի վիճակը, որի մեջ հայտնվում ես ծխելով, ինչն է ստիպում, որ այնուամենայնիվ համառորեն ինքը իրեն դարձնում է ծխող։ Դրա հիմքում մոդելային վարքագիծն է։ Դա մոդելային վարքագիծն է, որը սկսված կրկնենք շատ դեպքերում հենց ծնվելուց հետո փոքր երեխա լինելով միջին տարիքի, առավելևս դեռահաս, նա կրկնում է իր հայրիկին, իր ավագ եղբորը, իր մտերիմներին ինչի՞ չէ, հատկապես այն մտերիմներին, որոնց ինքը կարծես թե մի քիչ ավելի է հարգում, հա, գիտենք, որ այսպես տղայական մթնոլորտում կան տղաներ, որոնք մի քիչ մեծ են, իրանք ծխում են, դա նրան է կրկնում, ընդունվելու համար իրանց այդ թիմը ինքը նույնպես անում է։ Այնուհետ նա տեսնում է դա հերոստատեսությամբ, ինչի՞ չէ, եկեք ճիշտն ասենք, որ շատ դեպքերում այն հերոսները նրանք դա եւս տեսնում են, դա եւս վարքագիծ է, եւ ինչի՞ չէ հայտնիները, լինի թե շոու բիզնեսի, տնտեսական կամ քաղաքական, հա, սելեբրիտի ասածները, նա տեսնում է։ Այդ մի բանն է, որը հիմա եվրոպական երկրներում, հա, դա պատկերացնել, որ այդ սելեբրիտի ասածները, այդ հայտնի պետք է ասենք, դրանք ինչ որ ծխախոտով տենց բաց Երևան, նրանք արդեն այս երևույթը արդեն անցել է։ Առնվազն այդ պահը որպես մոդել այնտեղ դուրս է եկել։ Բյուրս Սարգսյան, մի հարց էլ չեմ կարծում, որ ինչ որ մի երեխա ընտանիքում սկսի արդեն ծխել եւ ծնողները դա չնկատեն, այ երբ որ նրանք եթե նոր են նկատել եւ այսինքն դա նշանակում է, որ այդ ամեն ինչը նոր է, ինչ քայլեր ծնողները կարան ձեռնարկել, խոսքը չի գնում բարկանալու, ծեծելու, ինչ որ տենց բաներ չէ։ Ինչ գրագետ քայլեր կարող են ձեռնարկել, որ միգուցե այդ պահին փորձեն այնպես անեն, որ ինքը իսկական տենց ռեգուլյար ծխող չդառնա։ Կարծում եմ, որ այդ պահը պետք է լինի ավելի շուտ, քան այն հասակը, որ նա ենթադրաբար կարող է սկսել ծխել։ Այդ պահը պետք է լինի շատ շուտ, երբ որ երեխան արդեն ինչու՞ չէ սկսած վաղ դպրոցական տարիքից, երբ որ նա արդեն ավելի գիտակցաբար է վերաբերում այդ հարցին, այլ ոչ թե վերցնում է ինչ-որ մի բան, որը նմանեցնում է ծխախոտ, հա, դնում է բերանը, դա ինքը ուղղակիորեն դա կրկնօրինակում է ինչ-որ մեկին, բայց եթե արդեն նա որ գնում է դեպի մոտենում է դեռասային տարիքին, այդ ժամանակ արդեն ծնողների պարտավորությունն է իրապես թեկուզ եւ ինքը ծխում է եւ շատ-շատերը տենց են ասում, ես ինքս ավելի շատ գերի եմ, այդքան չեմ ցանկանում, բայց իմ տղայիս հետ աշխատում եմ, որ նա հասկացնում եմ, համոզում եմ։ Անպատասխանաբար այդ պահը պետք է մի քիչ ավելի շուտ լինի, այդ պահ սկսած նա բացատրել, ինչի՞ չէ նաեւ դպրոց դա առողջ ապրելակերպի սերմանում, ինչի՞ չէ
սպորտ, ինչու՞ չէ սպորտի այցելել, այսինքն այս տարբեր աղբյուրները, տարբեր ոլորտները, որ այդ երեխան նա առնչվում է, դրանք պետք է իրեն ներշնչել չծխելը։ Ցավոք սրտի շատ դեպքերում դեռ ինքը վերցնում է ծխելու մոդելը։ Այո, չծխելուն։ Շատ շնորհակալություն Ֆրիդ Սարգսյան։ Սիրելի բարեկամներ, այսօր օգտվում եմ հանգամանքից, այսօր Հայաստանի ազգային չծխելու օրն է եւ կոչ եմ անում բոլոր ծխողներին, իհարկե հեռու եմ այն մտքից, որ ասեմ եկեք այսօր թողեք ծխելը եւ այլն, չէ։ Փորձեք այսօր չծխեք, այ թեկուս այս պահից հաղթահարեք ձեզ։ Ես համոզված եմ, որ եթե դուք այդ բանը անեք, մինչեւ մյուս առավոտ վաղը չծխեք, ձեր ինքնահարգանքը կբարձրանա։ Հիմա գնանք գովազդի եւ դրանից հետո կշարունակենք մասնագետ on-line-ը։ Հատվածը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, տաղավարում է Նորմեդ բժշկական կենտրոնի սրտաբան, ռադիոլոգ Անի Աբովյանը, բարև ձեզ Ջուշկոյանի։ Շնորհակալություն, որ եկել եք, ինձ թվում է, որ դուք ունեք շատ հետաքրքիր թեմա։ Մենք որոշել ենք խոսելու ենք առիթմիաների մասին, առիթմիաները իհարկե վերաբերում է սրտին։ Եվ եթե շատ օրգանների աշխատանքը մենք չենք զգում, գիտենք, որ կան օրգաններ եւ իրենք աշխատում են։ Սիրտը դրանց մեջ չի մտնում։ Ինքը ունի ռիթմ, այսինքն բաբախում է սիրտը անվերջ։ Երբ մենք կարող ենք համարել, որ ինքը նորմալ է այդ ռիթմը, երբ ենք արդեն խոսում, որ դա առիթմիա է։ Շատ լավ, դոկտոր Դավիթ։ Մեր սիրտը շատ հետաքրքիր օրգան է։ Այն կարողանում է ինքնուրույն իմպուլսներ արտադրել եւ այդ իմպուլսների շնորհիվ ինքնուրույն կծկվել ամեն վայրկյան ապահովելով մեր կյանքը անդադար առանց հանգստանալու։ Եվ այդ պատասխանատու աշխատանքի համար պատասխանատու են մի խումբ մասնագիտացված բջիջներ, որոնք կոչվում են սրտի հաղորդչական համակարգ։ Դրանք արտադրում են իմպուլսները, փոխանցում են այն, հասցնելով մինչև մեր կծկողական միոկարդին, արդյունքում փորոքները կծկվում են եւ արյուն մատակարարում ամբողջ օրգանիզմին, ուղեղին, թոքերին, վերջույթներին, ներքին օրգաններին, այդ թվում հենց իրեն սրտին։ Այո, իհարկե շատ կարեւոր է։ Եկեք անիմացիա ունենք, տեսնենք դրա վրա հենց բոլոր ձեր ասածը Այո, այս անիմացիայում սխեմատիկ պատկերված է սիրտը իր 4 խոռոչներով, աջ եւ ձախ նախասրտերով, աջ եւ ձախ փորոքներով ներքևում եւ աջ նախասրտի վերին անկյունում, ահա վերևում երևում է սինուսային հանգույցը, որտեղ որ առաջանում են այդ շատ կարեւոր իմպուլսները։ Այն կարելի է համարել մեր սրտի գլխավոր էլեկտրակայան։ Այստեղ առաջանում են եւ փոխանցվում կետ առ կետ հասնելով մինչեւ փորոքներին, փորոքներն էլ կծկվում են։ Իսկ ահա աջ կողմում էկրանի տեսնում ենք նորմալ էլեկտրասրտագրության պատկերը, որը գրանցվում է նորմալ ռիթմի ժամանակ։ Երբ ենք ասում, որ խախտում կա, ինչ է նշանակում խախտում, դանդաղում է, թե ընդհակառակը շատ արագանում է, թե անհամաչափ է դառնում, անհավասար։ Մեր սիրտը նորմայում աշխատում է 60-ից 100 զարկ րոպեում հաճախականությամբ եւ խիստ համաչափ, հավասարաչափ։ Եվ եթե այն դանդաղում է 60 զարկ րոպեից կամ արագանում է 100 զարկ րոպեից կամ աշխատում է անհավասարաչափ, արդեն դա առիթմիա է։ Նորմայում օրվա ընթացքում մեր սիրտը կարող է արագանալ, երբ մենք վազում ենք կամ անհանգստանում ենք, կարող է ավելանալ 100 զարկ րոպեից ավել, բայց դա դեռ առիթմիա չէ, քանի որ շատ արագ այն վերականգնվում է, քանի որ հաղորդչական համակարգը բավականին ինքնակառավարվող համակարգ է, կամ կարող է նորմայում դանդաղել 60-ից ցածր, երբ որ մենք քնած ենք։ Սակայն երբ արթուն ժամանակ է լինում այդ դանդաղումը 60 զարկից պակաս, կամ մեր սիրտը 100-ից ավել է բաբախում հանգիստ նստած դեպքում, կամ աշխատում է անհավասարաչափ, սա արդեն առիթմիա է եւ անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ինչի պետք է այդպիսի բան լինի։ Կան որոշ հիվանդություններ, որոնք բերում են այդ հաղորդչական համակարգի խանգարումների։ Նախ կան որոշ բնածին հիվանդություններ, ինչպես օրինակ VPV եւ CLC համախտանիշներն են, դրանք ժառանգական են ու ժառանգվում են հայրական ուղիով, կազմում են բոլոր առիթմիաների 0.2%-ը, սակայն այս մարդկանց 60-70%-ը պրակտիկ առողջ մարդիկ են եւ միայն ընդամենը 30-40% դեպքերում է, որ կարող են բարդանալ հատկապես սուպրավենտրիկուլյար վերփորոքային էքստրասիստոլաներով կամ տախիկարդիաներով, նույնիսկ կարող են դիտվել թրթռման ու շողացման էպիզոդներ։ Կան նաև պատճառներ արտասրտային եւ սրտային։ Արտասրտային պատճառներից ուշադրության են արժանի հորմոնալ խնդիրները, հատկապես հայտնի են շատ տարածված են վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում ռիթմի խանգարումները,
Արտասրտային պատճառներից առաջանում են նաև հիպերտոնիկ հիվանդության ժամանակ, երբ սիրտն աշխատում է ծանրաբեռնվածության պայմաններում, արդեն առաջանում են տարբեր տեսակի առիթմիաներ։ Շաքարային դիաբետի ժամանակ է շատ հաճախ հանդիպում, էլեկտրոլիտային դիսբալանսի դեպքում, նատրիումի, կալցիումի, կալիումի եւ մագնեզիումի, ինչպես նաև ստրեսների, էմոցիոնալ լարման պայմաններում։ Իսկ արդեն սրտային պատճառներից են հատկապես սրտի իշեմիկ հիվանդությունը, երբ խանգարվում է սրտի սնուցումը, խնդիրը սրտի հենց սեփական անոթներում է, որի պատճառով սիրտը եւ հաղորդչական համակարգը քիչ արյուն են ստանում եւ նորից խանգարվում է աշխատանքը, կամ տարած ինֆարկտները նույնպես առաջացնում են հաղորդչական համակարգի տարբեր տեսակի խնդիրներ, որովհետեւ արդեն այստեղ մենք ունենք մկանային հյուսվածքի որոշ հատվածի սպիացում, իսկ սպիի պատճառով իմպուլսի անցումը կարող է խանգարվել կամ առաջանալ ակտիվ օջախներ, որոնք անդադ արտադրեն ավելորդ հավելյալ իմպուլսներ։ Հաջորդը դրանք փականային հիվանդություններն են, ստենոզները կամ անբավարարությունները։ Հաջորդն էլ կարդիոմիոպաթիաներն են, երբ սրտամկանը լայնանում բարակում է կամ հակառակը հաստանում եւ կարծրանում է, դարձյալ իմպուլսի առաջացման ու փոխանցման պայմանները խանգարվում են։ Ինչ որ դասակարգում ունենք մենք առիթմիաների։ Այո, հասկանալի ձևով կարելի է այն բաժանել երկու խոշոր խմբի՝ բրադիկարդիաների եւ տախիկարդիաների։ Բրադիկարդիաների եկեք տանք էկրանին, դուք ուղղակի բացատրեք։ Այստեղ մենք պատկերավոր տեսնում ենք դարձյալ հաղորդչական համակարգը իր բոլոր օղակներով։ Իմպուլսը արտադրվում է առաջի կետում, սինուսային հանգույցն է դա մեր, փոխանցվում է երկրորդ կետին, որը արդեն նախասիրտ փորոքային հանգույցն է, այստեղից իմպուլսն անցնում է երրորդ կետին, հիսի խուրձն է, այնուհետև հիսի խրձի աջ եւ ձախ ոտիկներով փոխանցվում է աջ եւ ձախ փորոքներին, դրանցից էլ արդեն ավելի մանր ու բազմաթիվ պուրկինիայի թելիկներով հասնում մինչև կծկողական միոկարդ։ Եվ եթե որևէ հիվանդության պատճառով կամ ինչ-որ գործոնների ազդեցությամբ հիսի սինուսային հանգույցը ախտահարվում է, ապա այստեղ կարող են իմպուլսները առաջանալ շատ ավելի դանդաղ կամ խանգարվի իմպուլսի առաջացումը ու առաջանան բլոկադաներ։ Շատ հաճախ է հանդիպում, երբ սինուսային հանգույցից իմպուլսի անցումը նախասիրտ փորոքային հանգույցին դանդաղում է եւ աստիճանաբար դանդաղելով լինում են այնպիսի իմպուլսներ, որոնք ընդհանրապես չեն հասնում փորոքներին կամ կարող է ընդհանրապես կապը կտրվել նախասիրտ փորոքների միջև, նախասրտերը կծկվեն իրենց ռիթմով, փորոքներն իրենց ռիթմով եւ զարգանա լրիվ բլոկադա։ Մարդը ինչ-որ բան զգում է։ Իհարկե, այստեղ առաջանում են բավականին բարդ գանգատներ, ահագին անհանգստացնում են հիվանդներին։ Նախ պուլսն է շատ դանդաղում, նույնիսկ ցերեկային ժամերին մարդու ակտիվ ժամերին, երբ պետք է նորմայում 60-ից 100-ի սահմաններում լինի, արդեն ցածրանում է պուլսը, 60-ից դանդաղում, մարդիկ ունենում են ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, հոգնածություն, ճնշման անկումներ, շատ ցածր ճնշում, նույնիսկ ուշաթափություն, հատկապես վերջի պարագայում անպայման անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։ Այսինքն ինքը ինչ է զգում մարդը, ուղղակի այդ սրտի հետ կապված ինքը զգում է, որ սիրտը անհավասար աշխատեց։ Այո, հասարակ պուլսը շոշափելով նույնիսկ նրանք զգում են, որ շատ դանդաղ է, ժամանակ առ ժամանակ կարծես սիրտը կանգ է առնում, այդ իմպուլսը բացակայում է, անհավասարաչափ եւ այդ թուլության գլխապտույտի նշաններ են։ Իսկ արդեն հակառակ պարագայում տախիկարդիաների ժամանակ տեղի ունենում հակառակ երևույթը։ Այս հաղորդչական համակարգի կետերից որևէ մեկում, ցանկացած մեկում առաջանում է ակտիվ իմպուլսի արտադրման ակտիվ օջախ, առաջանում են շատ արագ իմպուլսներ, որոնք փոխանցվում են փորոքներին, երբեմն կարող են հետ գալ պտտվել այդ եւ առաջանա արատավոր օղակ իմպուլսի անցման ու առաջանում են տախիկարդիաներ, հատկապես պարոքսիզմալ, այո, պարոքսիզմալ տախիկարդիաներ։ Ասենք բժշկուհի, ասենք, որ դա լիարժեք կծկումներ չեն։ Իհարկե, որ նրանք հերիք չի արագ են, բայց ոչ թե արագ, այսինքն ոնց որ մարդը ֆիզիկական աշխատանք կատարի, սիրտը արագանում է, բայց լիարժեք կծկվում է։ Լիարժեք չի հասցնում դեպքում արագ է եւ լիարժեք չի, ոնց որ փուստ գնա։ Այո, որովհետև իմաստը կծկման այն է, որ փորոքը կծկվի ու արյունը դուրս մղի դեպի մեր օրգաններ, այս պարագայում փորոքը չի հասցնում լիարժեք կծկվել եւ զարգանում է արդեն արյան շրջանառության խանգարում։
Իսկ բացի դրանից կարող են սրտամկանի որևէ հատվածում առաջանալ ակտիվ որևէ օջախ, որոնք առաջ բերեն արտահերթ կծկումներ։ Սա դրսևորվում է արդեն էքստրասիստոլաների ձևով։ Դրանք տարբերվում են, կարող են առաջանալ վերփորոքային էքստրասիստոլաներ, փորոքային էքստրասիստոլաներ, նույն ձև նաև տախիկարդիաներն ենք տարբերակում։ Այս դեպքում արդեն նույնպես հիվանդներն ունենում են բավականին լուրջ գանգատներ։ Այ որ մենք ասում ենք շողացող արիթմիա, դա ո՞րն է։ Շողացող արիթմիայի դեպքում իմպուլսը առաջանում է ոչ միայն սինուսային հանգույցում, այլ նաև ամբողջ նախասրտերով մեկ քաոտիկ եւ շատ արագ, իսկ նախասիրտ փորոքային հանգույցը չի հասցնում բոլորը փոխանցել։ Մենք անիմացիա ունենք, եկեք դիտենք։ Շողացող արիթմիայի հետ կապված է։ Այո։ Այս պահին սիրտը աշխատում է նորմալ ռիթմով, իմպուլսն արտադրվում է սինուսային հանգույցում եւ նորմալ փոխանցվում փորոքներին, սակայն հիմա արդեն գնում է շողացում, տեսնում ենք ինչպես է իմպուլսը նախասրտերում աջ եւ ձախ վերին նախասրտերում, այո, թրթռում է կամ շողում, իմպուլսը առաջանում է եւ ոչ բոլոր իմպուլսներն են անցնում դեպի փորոքներ ու փորոքներն էլ կծկվում են շատ անհամաչափ։ Այո, մենք չենք զգում, որ կծկում տեղի ունեցավ, որի պատճառով արունակը մղի օրինակ դեպի աորտա։ Մենք չենք տեսնում այդ կծկումը։ Իսկ մյուսը ավելի ուժեղ կծկումներ են, ոչ լիարժեք։ Բնական է, որ մարդը սուր թթվածնային եւ քաղց կզգա եւ որտեւ այրան շրջանառությունն է դարձյալ խանգարվում։ Հիվանդները գանգատվում են սրտի անհանգիստ վիճակից, թպրտոցից, կանգի զգացողությունից, խփոցից, կարող է դարձյալ կտրուկ ճնշման անկում կամ բարձրացում տեղի ունենա եւ զարգանում է սրտային անբավարարությանը բնորոշ բոլոր նշանները։ Գանգատվում են հեվոցից, ոտքերի այտուցից, կարող է հեղուկ կուտակվել սրտապարկում կամ թոքամզի խոռոչում, կանգային թոքաբոր զարգանալ, որովայնում հեղուկ կուտակվել։ Այսինքն վտանգավոր վիճակ է, հա դա։ Բավականին վտանգավոր իրավիճակ է, այո։ Ինչքանով է վտանգավոր, օրինակ, երբ արդեն դիմի բժշկին կամ որ արիթմիաների տեսակն եք, որ դուք կասեք, որ ամենավտանգավորն են, կարող են բերել, չէ՞ որ մենք ինչից ենք վախենում, սիրտը կարող է կանգնել։ Այդպիսի թրթռալով մեկ էլ տեսար նա ուղղակի չի կծկվում։ Ցանկացած վտանգավոր արիթմիա կարող է վերափոխվել աստիճանաբար վերածվել ավելի վտանգավոր արիթմիայի, որն արդեն սպառնում է կյանքին եւ առաջ բերես սրտի կանգ։ Բայց ոչ բոլոր արիթմիաներն են, որ վտանգավոր են։ Կան շատ անմեղ արիթմիաներ, որոնք պարզապես գանգատներ են առաջացնում ու հիվանդին լուրջ անհանգստություն պատճառում, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ ճիշտ է կա արիթմի խանգարում, բայց դա լուրջ չէ, ընդհանրապես կարիք ունի հետազոտության եւ հսկողության տակ մնալու։ Սակայն կան ավելի լուրջ արիթմիաներ, ինչպես օրինակ մեծ քանակի էքստրասիստոլաներն են, վերփորոքային, հատկապես փորոքային, ինչպես օրինակ տախիկարդիաներն են, հատկապես պարոքսիզմալ տեսակները եւ շողացող արիթմիան իհարկե։ Այս արիթմիաները հատկապես առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սրտի կառուցվածքային լուրջ խնդիրներ, տարել են ինֆարկտ, փականային լուրջ խնդիրներ ունեն, խոռոչներն են լայնացել, պատերը հաստացել եւ եթե կան կառուցվածքային խնդիրներ, ապա դրանք ավելի պրոգնոստիկ, ավելի վատ արիթմիաներ են համարվում ու անհապաղ անհրաժեշտ է բուժում եւ մշտական սրտաբանի հսկողություն։ Շատ լավ։ Եթե եկավ պացիենտը ձեզ մոտ, ինչ հետազոտություններ եք անում, մենք մի տեսանյութ ունենք, եկեք անմիջապես տանք, դուք էլ ամենահասարակ հետազոտությունը իհարկե սրտի էլեկտրասրտագրությունն է, որից պետք է սկսել, իսկ սա արդեն սրտի հոլտեր մոնիտորինգն է, երբ կատարվում է սրտի ռիթմի հսկողություն 24 ժամվա մեջ, փոքրիկ հարմար սարք է կպցվում մարմնին եւ հանձնարարվում է օրագրի վրա նշել օրվա այն ժամերը, որ երբ վատ է զգացել հիվանդը, դա համադրվում է նկարագրության հետ, գրանցումների հետ եւ տրվում ճշգրիտ պատասխան ինչ տիպի արիթմիա է։ Աստորեն շատ խելացի մեթոդ է, ճիշտ է բժշկի, որովհետեւ մարդը կարող է արիթմիան իր զգալ, բայց որ գալիս է բժշկի, այդ պահին չլինի։ Եվ բժիշկը շատ դժվար կարող է հասկանալ ինչ է այս մարդու մոտ, երբ որ ինքը իրեն վատ է զգում։ Միշտ չէ, որ հասարակ էլեկտրասրտագրության լենտայի վրա մենք կարող ենք բռնացնել այդ արիթմիայի պահը։ Իսկ այս հետազոտությունը թույլ է տալիս դա գրանցել։ Ունենք նաև հաջորդ սարքը, մենք տեսանք նաև ձեռքի հարմարանքով ճնշումը չափելու համար, դա մեր բիֆունկցիոնալ սարքն է, որը թույլ է տալիս միաժամանակ գրանցել եւ ռիթմը եւ ճնշումը, համադրել դրանց տատանումները օրվա մեջ ու արդեն հնարավոր է լինում ճիշտ դեղորայք ընտրել, ճիշտ ժամի նշանակել ու չունենալ ոչ ռիթմի խնդիր, ոչ ճնշման խնդիր։
Բժշկոյանի, մենք գնանք գովազդի, սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, որ տաղավարում է սրտաբան եւ ռադիոլոգ Անի Աբովյանը, ռադիոլոգը շեշտում եմ, որովհետեւ դա սոնոգրաֆիկ հետազոտություն է շատ վարժ ձևով Անի Աբովյանը եւ հետազոտում է ոչ միայն սիրտը էխոսրտագրության տեսակետից, այլ ամբողջ անոթային համակարգը նույնպես կարող է հետազոտել։ Դուք զանգերը տալուց արդեն, երբ որ հարցեր ունենաք մյուս բաժնում, իհարկե կարող եք նաեւ հարցեր տալ անոթների հետ կապված։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, տաղավարում է Նորմեդ բժշկական կենտրոնի սրտաբան ռադիոլոգ բժշկուհի Անի Աբովյանը եւ մենք ունենք զանգ, լսում ենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեք։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղիղ եթերով հարցս ուղղել բժշկուն։ Այո։ Բժշկուհի ջան, ուրեմն, այսպես ասեմ, գարնանից իմ ոչ մի խնդիր երբեք չենք ունեցել, բայց գարնանից հայտնաբերել են սրտապարկում հեղուկ։ Մոտ ասեցին 1 լիտր։ Մենք դեղերով կարողացանք այդ ջուրը չորացնել։ Խոսքը ձեր մասին է, Տիկին, հենց ձեր մասին, թե ինչ որ ձեր հարազատ։ Չէ, որ ճիշտ ասեմ, իմ հարազատի մասին է։ Այո։ Լավ։ Հա, եւ կարողացանք այդ հեղուկը վերացնել։ Հիմա հեղուկը վերացնելուց հետո ինքը դժգոհում էր անընդհատ, որ ինքը ունի, ասենք, սիրտը ոնց որ դադարում է, մեկ-մեկ, ինչպես ինքն է ասում, փախցնում է։ Ու այդ ընթացքում իր այդ կրծքավանդակի այս ներքևի մասում, որտեղից որ կարողանում եք սիրտը ստուգել, այդ մասում ինքը ցավեր ունի։ Ու այդ ցավերը այդ ժամանակվանից չի անցնում։ Ինքը խմում է սոտոգեքսալ, որ այդ արիթմիայի բաները անցնեն, բայց ճիշտ է, ասենք, առաջ շատ էր, հիմա ասենք մի քիչ քչացել է, բայց նորից այդ դժգոհությունը ինքը ունի։ Այդ խոլդերով ցավի առումով թե ռիթմի խանգարման։ Ցավի առումով։ Դե ռիթմը որ խանգարվում է, այդ ժամանակ ինքը զգում է, ասում է այդ մասը դմդմբում է։ Այո։ Իրեն խանգարում է, ինքը առանց շատ արագ քայլում էր, հիմա մի քիչ ոնց որ այսպես շունչն էլ է խանգարում, իր շնչի վրա էլ է ազդում։ Դե այդ խոլդերը կապեցին, հայտնաբերեցին, որ այդ արիթմիայի բաները կա, եւ հետո վազեց ինքը այդ բանի վրա վազեց, ու ասեցին, որ դրա հետ խնդիր չունի, դա նորմալ է, բայց այդ ցավը հաճախակի է լինում ու իրեն անհանգստացնում է։ Ցավը նշեմ, որ կարող է կապված լինել արդեն էքսուդատի ներծծումից հետո կպումային երևույթների հետ, եթե իհարկե կապված չի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, նախ պետք է մի քիչ ավելի մանրամասն հասկանալ։ Իսկ խորհուրդ եմ տալիս, որ մենք մի հատ տնենք մյուս մեր տեսանյութը, որտեղ հենց այդ տրեդմիլ տեստն է եւ այլն, որ մենք տեսնում ենք հիմա տրեդմիլ տեստը, որով կարելի է գնահատել ծանրաբեռնվածության տակ եւ սրտի սնուցման վիճակը, սրտի սեփական անոթների խնդիր ունենք թե ոչ, եւ կարելի է միևնույն հետազոտությամբ գնահատել նաեւ առաջացող արիթմիաների կապը ֆիզ ծանրաբեռնվածության հետ։ Հիշենք, որ խոսքը գնում է Նորմեդ բժշկական կենտրոնի, որտեղ ամեն ինչ ամենավերջի սերունդն է։ Եվ շատ ճշգրիտ մենք ստանում ենք տվյալներ։ Մեր ծառայությունը հագեցած է նորագույն եվրոպական սարքավորումներով, տեղում կարողանում ենք կազմակերպել եւ էխոսրտագրությունը, որով կարողանում ենք տեսնել սրտի խոռոչները, պատերը, փականային համակարգը, անբավարարություն, ստենոզ ունենք, չունենք, այսինքն գնահատել արդյոք ունենք մենք կառուցվածքային փոփոխություններ, թե կառուցվածքային առողջ սիրտ է, որը ես նշեցի, մեծ նշանակություն ունի արիթմիաների գնահատման, վարման ընթացքում։ Դե եկեք արդեն զանգ ընդունենք, լսում ենք։ Ալո, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարց ունեմ ձեր հյուրին, կարելի է։ Այո։ Ուրեմն բժշկուհի ջան, ես ունեմ գլխուղեղի անոթների նեղացում, նույնիսկ պարանոցի շրջանում անոթներս դեֆորմացված արդեն 1 տարի է, ճիշտն ասած։ Բուժում եմ ստանում սիստեմաներ 6 ամիսը 1։ Մի 15 օր առաջ սիստեմա եմ ստացել, բայց որ ասեմ օգնելա, ոնց որ չի օգնել, որովհետև այս 3 օր ակունքերի կողմից ուժեղ սեղմոցներ եմ զգում, այս գլխուղեղից կողմից, ու 2 օր ահավոր գլխապտույտներ ունեմ։ Ուզում եմ իմանամ ինչն է պատճառը, ինչ կարելի է անել, խորհուրդ տաք, եթե կարելի է։ Այո, դուք անցել եք գլխի անոթների դուպլեքս հետազոտություն։ Անցել եմ, այնտեղ ցույց է տալի, որ դեֆորմացված է պարանոցի շրջանում։ Իսկ տոկոսով նեղացումներ, որոշ տոկոսի չափով նեղացումներ հայտնաբերել են, թե ոչ։ Հայտնաբերել են, որ գլխուղեղից անոթները այդ այրունը հազիվ է հասնում, կարելի է ասել։
շատ թույլ։ Լավ, դե մի կուրսով դուք այդ խնդրի դեպքում բուժում չեք ստանա։ Անպայման անհրաժեշտ է երկարատև բուժումներ, սա այն խնդիրը չի, որ ճնշման նման դեղը նշանակենք, 2 օրից արդեն մենք ունենանք ճնշման կարգավորում որոշ չափով։ Սա ավելի բարդ կարգավորվող խնդիր է, անհրաժեշտ են երկարատև բուժումներ, պարբերաբար հետազոտություններ, քանի որ այդ նույն դեֆորմացիաների հատվածում արյան հոսքերի տատանումներ են առաջանում, արագացումներ են առաջանում, ինչի հետ կապված ականջների խշշոցել կարող է առաջանալ բացի այդ գլխացավ գլխապտույտը եւ բավականին բարդ է կարգավորել։ Արդեն դեֆորմացիան ինքը մեխանիկական խնդիր է, նախ ոչ մի բուժումով հնարավոր չէ դա ուղղել, իսկ վիրահատությունն էլ բոլոր դեպքերում չի արվում, այլ միայն երբ հասնում է այն սահմանային մակարդակին, երբ ոչ մի դեղորայք չի օգնում, արյան հոսքը խիստ կտրուկ արագանում է այդ հատվածում, միայն այդ դեպքում են այնում վիրահատությունները։ Այսինքն այստեղ պետք է համբերությամբ զինվել եւ երկարատև բուժումներ ստանալ։ Մի զանգել ընդունենք, հետո խնդրենք մի քիչ չզանգահարել, որտեղ մենք խոսելու բան ունենք, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նման հյուրի հյուրընկալման համար, ուզում եմ հարց ուղղել հյուրին։ Այո։ Հարցը այսպիսին է. իմ աղջկա մոտ սրտի արագասրտություն կա, սակայն կարծես թե խնդիրներ չի առաջացրել, բայց ընդհանրապես եղանակը ցրտելուն զուգահեռ ձեռքերը սարսափելի սարճում են, սարսի կտորների են վերածում։ Մինչև գարուն, երբ եղանակը կարգավորվում է, նորից ձեռքերը նորմալանում են։ Մենք դիմել ենք տեղամասային բժշկին, ասում են, որ նման խնդիր կարող է լինել, կարող է ծրտահարվել են, ոչ մի բանի հետ չեն կապում։ Հիմա դա անոթային է։ Այստեղ երկու խնդիր եք դուք նշում եւ հիվանդը անպայման կարիք ունի լուրջ հետազոտության։ Նախ պետք է ճշտել ռիթմի խնդիրը։ Պետք է անպայման անցնի էխոկարդիոգրաֆիկ հետազոտություն, հասարակ էլեկտրասրտագրությունը, նաեւ հնարավոր է առաջարկվի նաեւ հոլտեր հետազոտությունը 24 ժամով եւ հասկանալ ռիթմը, այդ ռիթմի խանգարումը արդյոք մեր նշած բարորակ տեսակներից է, անվտանգ տեսակներից է, թե կան այնտեղ ինչ-որ որևէ լուրջ խնդիր եւ անհրաժեշտ է բուժում։ Իսկ ինչ վերաբերվում է վերջույթներին, ապա այստեղ շատ բնորոշ է հատկապես երիտասարդների մոտ Ռեյնոյի համախտանիշը, որը զարկերակների խնդիր է, սպազմի խնդիր։ Անի մենք մի տեսանյութ ունենք, որտեղ դուք հենց անոթներն եք հետազոտում, համ թող դա լինի, դուք էլ ասեք, թե այդ հետազոտությունով ինչ եք տեսնում։ Ռեյնոյի համախտանիշի դեպքում դարձյալ պետք են անոթների հետազոտություն եւ արդյունքում կնշանակվեն համապատասխան բուժումներ ու հատկապես այդ խնդիրը, որը սրանում է աշնան-գարնան ձմռան սեզոնին անհրաժեշտ է բուժման։ Ինչքան ես գիտեմ, կան մարդիկ, որոնց մոտ ընդհանրապես պերիֆերիկ արյան շրջանառությունը որոշ նվազում ունի, այսինքն բնածին դրանց մոտ միշտ ոտքերը սառում են շուտ, ձեռքերն էլ են սառում, նրանք անվերջ ինչ-որ տակ տեղեր են ման գալի, բայց դա դեռ ոնց որ այդքան հիվանդություն չի, իրանց առանձնահատկությունն է։ Տվյալ դեպքում երևի պետք է հասկանալ դա որ դեպքն է, ուղղակի ինքը այդպիսին է եւ պետքա ուղղակի հետևի այդ հարցին, թե արդեն պետքա բուժի։ Եվ եթե խոսում ենք բուժման մասին, բժշկուհի, արիթմիաները այդքան բազմազան են, բնական է, որ դրանք չեն կարող ունենալ ինչ-որ մի տեսակի բուժում, ասենք գնացի իմ արիթմիան բուժեցի։ Ոչ, իհարկե բավականին բարդ է եւ երբեմն կարող է լինել երկարատև։ Ճիշտ է, մենք ունենք բավականին մեծ հարուստ հակառիթմիկ դեղորայքի ընտրություն, սակայն միշտ չի, որ հենց սկզբից մենք կարողանում ենք գտնել ճիշտ դեղորայքը, որով որ մենք կարգավորում ենք ռիթմը։ Երբեմն հարկ է լինում նշանակել մի դեղ, ստուգել այդ դեղի էֆեկտը հոլտեր հետազոտությամբ, եթե մենք գնահատում ենք, որ դեռ լիարժեք չի կարգավորվում ռիթմը, դեղը փոխում ենք, նորից կրկնում հոլտեր հետազոտությունը, այսինքն այն առաջի հարցի դեպքում, երբ սոտալեքս էր օգտագործում հիվանդը, սակայն ուներ դեռ արիթմիայի խնդիրներ, ապա հնարավոր է այս դեպքում անհրաժեշտ է արդեն դեղորայքը փոխել, նորից պետք է կրկնակի հոլտեր հետազոտություն, գնահատել փականների վիճակը, նաև էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ, ու հնարավոր է դեղը փոխել։ Իհարկե, եթե ի վերջո մենք ստանում ենք, գալիս ենք այն եզրակացության, որ ոչ մի դեղորայք չի օգնում տվյալ արիթմիային, կամ դա արդեն իսկ այն տեսակն է, որը կամ քանակով է չափից շատ, կամ որակով է արդեն ոչ վտանգավոր է, մենք արդեն դիմում ենք ժամանակակից ինվազիվ մեթոդների։ Բարեբախտաբար այդ հնարավորությունն արդեն կա։ Բժշկուհի, նրա համար, որ բոլորը համոզվեն, որ ինչի է պետք միշտ հետազոտվել եւ հետեւել իրենց, նկարներ ունենք, այդ նկարները մենք հիմա ցույց տանք,
որ դուք արդեն կասեք, մենք բոլորս կտեսնենք, որ ակնհայտ երևում է ոտքերի գույնի տարբերությունը եւ գունատ ոտքը վկայում է անոթների անցանելիության խանգարման մասին, այստեղ արդեն տեսնում են գանգրենոզ երևույթներ, սա շատ բնորոշ է շաքարային դիաբետով հիվանդներին եւ ծխամոլներին, ծխող մարդկանց եւ շատ ցավալի է, որ նույնիսկ 50-60 տարեկանի սահմաններում կարող են առաջանալ այդտեն ամպուտացիա ենք տեսնում, կարող են առաջանալ այսպիսի խնդիրներ։ Այդ պատճառով պետք է շատ շտապ դիմել բժշկի։ Այս դեպքում հիվանդին կհուշեն, որ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի ոտքերի ցավերը, հատկապես քայլելու ժամանակ նրանց մկանային առաջացող ցավերը, ասեցի վերքեր կարող են առաջանալ եւ պետք է ուշադրություն։ Ամեն դեպքում բավականին երկար պետք է հետազոտվի, շատ մասնագիտորեն պետք է հետազոտվի, եթե խոսքը գնում է եւ արիթմիանի մասին եւ անոթայինների նման դեպքերի համար նորմեդը նախատեսել է ինչ որ զեղչեր, ինչ որ մի ճկուն համակարգ։ Գիտեք, ինչ մարդը կարող է շատ լավ էլ հասկանալ, որ պետք է հետազոտվի, բայց իմանալով, որ ինչ ծախսեր են արժևում, ինքը հետ գցի ուշացնի։ Ճիշտ եք։ Այդ ամենը հաշվի առնելով մենք Նորմեդ բժշկական կենտրոնը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հայտարարում է սրտաբանի կոնսուլտացիան եւ բուժումը կլինի անվճար, իսկ անոթների վաղվանից սկսած, իսկ ստորին վերջույթների անոթների դուպլեքս, տրիպլեքս հետազոտությունը կարվի 20% զեղչով։ Դա զեղչերը կգործեն Նորմեդ բժշկական կենտրոնների ցանցի Երևանյան գլխավոր մասնաճյուղում Զեյթունում դինելու են։ Այո, Շուշկոյանի, դե արդեն մենք պետք է ամփոփենք, ինչ խորհուրդներ կտաք, ինչի վրա ուշադրություն դարձնեն մեր հեռուստադիտողները իրենց հարազատների, որ ամեն դեպքում գրագետ վարվեն։ Արիթմիաների առումով խորհուրդ կտամ անպայման գոնե պրոֆիլակտիկ երբեմն դիմել բժշկի, անցնել հասարակ էլեկտրասրտագրություն եւ սրտաբանի կոնսուլտացիա, արդեն անկախ տարիքից, անկախ գանգատներից պրոֆիլակտիկ միայն ստուգման նպատակով տարին գոնե մեկ անգամ եւ դա բավականին շատ խնդիրներից հիվանդներին հետ կպահի։ Եթե վերադառնանք սոնոգրաֆիային անոթների, իսկ անոթների դեպքում ես միշտ նշում եմ, որ պետք է հսկողության տակ պահել խոլեստերինը, շաքարը, սկսած 35 տարեկանից տարին մեկ անգամ հանձնել այդ անալիզները եւ եթե առաջանում են այդ գանգատները, որոնք ես նշեցի, օրինակ ոտքերի գանգատները նշեցի, իսկ գլխի ախտահարման դեպքում մենք ինչպես այդ հիվանդը նշեց զանգող, առաջանում են գլխապտույտներ, գլխացավեր, ականջների խշշոցներ, այսպիսի գանգատների դեպքում է պետք դիմել, իսկ ոտքերի դեպքում պետք է ուշադիր լինել այտուցներին, կարմրածությանը, երբեմն հիվանդներ են դիմում տրոմբոզներով, որոնք 4 ամիս է ունեն ոտքի ցավ, սակայն բուժվում են նյարդաբանի մոտ ունեինք վերջերս այդպիսի հիվանդ։ Նյարդաբանն անթադիկլոֆենակով բուժումներ է անում ոտքի ցավի դեմ, սակայն հիվանդի ցավը չի անցնում, ոտքը այտուցված է, ճիշտ է, ակնհայտ կարմրած չի, որ կասկածը տիպիկ առաջանա, բայց խնդիրը կա։ Շուշկո, հիշեցնենք, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը բացարձակ անվտանգ է, անվնաս է եւ պետք չի վախենալ շուշուտ անցկացնելուց, մեկ, երկրորդը ոչ մեկ չի խանգարում մարդուն գոնե տարին մեկ անգամ, եթե ոչ մի գանգատ էլ չունի, այսպես կոմպլեքս սոնոգրաֆիա անցնելով բավականին շատ բան արդեն կիմանալ։ Բավականին լուրջ խնդիրներ կբացառեն։ Շատ շնորհակալություն Շուշկոյանի, սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, շնորհակալություն, ստեսություն, մի հիվանդացեք։